Երբ օրենքը չի աշխատում, արդարության վերականգնումը սովորական ժողովուրդը վերցնում է իր ձեռքը։ Երբ օրինակ Արմեն Գրիգորյանին 2-3 տարի առաջ կալանավորեցին միայն այն բանի համար, որ ինքը կարծեմ Շիրակի ժողովրդի որոշ հատվածին վիրավորել էր, լավ չէր արել, բնականաբար, վիրավորել էր նրա համար, որ Նիկոլին են սատարում, մենակ դրա համար կալանավորեցին, հետո հիշում եք ինչ եղավ, Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում մահացավ, ամենայն հավանականությամբ այդ խնդիրը չէր լինի, եթե ինքը լիներ տանը, կամ եթե տանը մահանար, գոնե մեղավորներ չէին լինի իշխանությունները։ Այն դեպքում, երբ որ այսօր հազարավոր հայեր Facebook-ում, YouTube-ում, տարբեր մեկնաբանություններում իրար ինչ ասես ասում են, վիրավորում են, երկակի ստանդարտներ է գործում, այսինքն դուրս է գալիս, որ Արմեն Գրիգորյանին կալանավորեցին անօրեն, անօրինական։ Վերջերս մի քանի օր առաջ կալանավորեցին Սամվել Կարապետյանին։ Միայն այն բանի համար, որ Սամվել Կարապետյանը ասեց մենք մեր միջոցներով կկանգնենք եկեղեցու կողքը կամ կպայքարենք մեր ձևով։ Կարելի է գուշակել, կռահել, որ մեր միջոցներ ասելով ինքը նկատի ուներ գալ կրակել, բայց դա միայն ենթադրություն կարող լինի, կարա ինքը մեր միջոցներ ասելով լրիվ ուրիշ բան նկատի ունենա ու արդյունքում դու մինչև չիմանաս ինքը ինչ է նկատի ունեցել, իրավունք չունես այդ մարդուն ձերբակալես։ Ուր եմ տանում խոսքս դեպի, երբ որ իշխանության գլուխը կանգնած մի հատ խայտառակություն, մարդ էլ չեմ ուզում ասեմ ես իրան, ու այդ խայտառակությունը իրան է ենթարկացնում ամբողջ ոստիկանությունը, բանակի գեներալներին, մի խոսքով, ու սարքել է հանցավոր խմբակ, երբ որ այդ մարդիկ գնում են ու Սամվել Կարապետյանին տնից հանում են, տանում են կալանավայր, հետո մի քանի օր անց կայանում է նիստը ու 2 ամսով կներեք կալանավորում են, ինչ է սա, եթե ոչ օրենքի խախտում, բիրտ ուժ։ Այսօր որոշ տեղեր ես կարդացի, ցավոք սրտի դեռ կան այդպիսի մարդիկ, կարդացի, որ ասում են Բագրատ Սրբազանը բիրտ ուժ է կիրառում, հեղաշրջում են ուզում ունեն, զենք են ուզում պահեն, հետ գամ են թեմային, երբ որ դու իշխանության գլուխ ես ու դու ոստիկանությունը օգտագործում ես քո անձնական շահերի համար, տանում ես մարդուն, փակում ես միայն նրա համար, որ ինքը վտանգ է սպառնում քո իշխանությանը, ոչ թե Հայաստանին, ոչ թե մնացածին, ոչ թե Արցախին, քո իշխանությանը։ Դու բիրտ ուժ ես կիրառում։ Այս դեպքում մի հատ հարց է առաջանում, եթե իշխանությունը իրեն օրենքի սահմաններում չի պահում, ինչի պետք է անդիմությունը իրեն օրենքի սահմաններում պահի, բայց չնայած նաև ասեմ, որ այս դեպքում կա անմեղության կանխավարկածը ու մի քանի շատ կարգին վճռական մարդկանց մոտ նկատեցի գրառումներ, որ ուրեմն այսօրվա բանը, որ գտել են այդ ձայնագրությունները մնացածը մոտ մի տարվա վաղեմություն ունի, այսինքն անցած տարի այս ժամանակվա մասին է Բագրատ Սրբազանի խոսակցությունը հեռախոսով։ Ուղղակի այս պահին իշխանության ոտքերի տակի հողը սկսել է մի քիչ շարժվել, իշխանությունը մի քիչ խրտնել է, անկել է մարդկանց հետևից ընդամենը։ Ես բնականաբար բռնության կոչ չեմ անում, ես բռնությանը կողմ չեմ, ընդհանրապես բռնությանը կողմ չեմ, դրա համար եմ քննադատում Փաշինյան Նիկոլ, երբ որ դու մարդկանց գնում տնից հանում ես ու տանում ես 2 ամիս փակում ես, բայց նաև ասեմ, որ ինչքան էլ բռնությանը կողմ չեմ, շատ կարամ մի 10 անգամ ասեմ, շատ ուրախ կլինեմ, որ քո կատարած բռնություններին քեզ պատասխանեն բռնությունով, որովհետև փորձը ցույց է տվել ու վերջին 7 տարիների մեր տեսածը, որ հանգիստ խոսքը, հայհոյանքը, քննադատությունը, դավաճան ու թուրք ասելը, ցենց գալիս է, քո մոտով կպնում, անցնում է, դու ինքնասիրություն չունես, այսինքն կարևորը այդ ժամանակ դու աթոռից չես զերկվում, բայց երբ որ մտածում ես, հեսա կարող է վայ գան բան անեն, հեղաշրջում անեն, դու սկսում ես դողալ, հասկանում ես ինչ կարա քո հետ կատարվի։ Ես կարամ ինչ-որ սենց բան առաջարկեմ, վիզիոն հասնի էլի վերջի վերջո հուսանք կամ գոնե քեզ սատարողները կտեսնեն, կարող ես պայմանավորվել ինչ-որ մարդու հետ, ով որ հավակնում է իշխանությանը ու
Նաև այդ մարդը քեզ խոստումներ կտա, որ չգիտեմ, քեզ կուղարկի անվտանգ երրորդ երկիր, քո ապահովության մասին կխոսի, այս դեպքում ավելի լավ կլինի քո համար։ Իհարկե ես այդ բաների մեջ չկամ, այդ level-ների մեջ չեմ ճանաչում, չգիտեմ ում կարելի է առաջարկել, դրա համար ես չեմ առաջարկում, բայց դու ինձնից լավ գիտես, թե ովքեր են ուզում գան իշխանության ու ինչ կարա լինի հետո, երբ որ ուշ լինի քո հետ, այսինքն կարող է չհասցնես փախնես ժողովրդից։ Չհասցնես, ուղղակի չհասցնես փախնես, մենք գիտենք դες դեպքեր պատմությունից։ Դրա համար կարելի է մի քիչ մի 2-3 ամիս առաջ նայել կամ մի տարի, 2 տարի առաջ նայել ու փորձել գտնել մարդ, ով որ կվերցնի իշխանությունը, խաղաղ փոխանակություն կլինի իշխանության, ժողովուրդը չի տուժի, դու չես տուժի ու անվտանգ քեզ կհանձնեն ինչ-որ միտեղ քո ապահովության մասին կհոգան։ Հետո ուշ է լինելու։ Ես չեմ անելու ոչ մի բան, ես շատ բարի եմ։ Ոչ մի բան չեմ անելու ես։ Այսքանը։